Ողջույն։ Տարիներիս աշխատանքն ընկավ ջուրը վայրկյանների ընթացքում։ Ու նման բան ինձ հետ կատարվում է արդեն 3-րդ անգամ, չհաշված TikTok-յան խոշոր էջից բլոկում։ Շատերդ եք հարցնում, թե որն է պատճառը, որ այդքան հաճախ բլոկում են իմ էջերը։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Տարբեր վարկածներ են բերում, բայց թերևս ոչ մի վարկածն էլ մոտ չէ իրականությանը։ Գիտեմ միայն մի բան, որ նման փորձությունները ինձ ստիպում են դառնալ ել ավելի ուժեղ եւ նպատակասլաց։ Ես զբաղվում եմ բլոգինգով 2013 թվականից։ Ինչ ասես, որ չի պատահել իմ գլխին այս ընթացքում։ Եղել են պահեր, որ հասկացել եմ ոչինչ չի ստացվում, սպառված եմ եւ ցանկացել եմ դադար տալ։ Բայց միևնույն է, ես հաղթահարել եմ եւ զարմացրել ինքս ինձ։ Գուցե շատերի համար, ովքեր բացարձակ կապ չունեն բլոգինգի հետ, զարմանալի թվա, թե ինչպես կարող է մարդը հետևորդների համար այսքան տխրել։ Այստեղ հարցը բացարձակ հետևորդների քանակի եւ դիտումի մասին չէ։ Չնայած որ այս ոլորտի մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում ունենալ ռեալ հետևորդներ, որոնք քեզ վստահում են եւ մոտիվացվում քո վիդեոներից։ Եվ առաջին անգամ չէ, որ կյանքն ինձ ապացուցում է, որ իմ հետևորդներն իսկապես իմն են։ Նրանք երբեք ինձ մենակ չեն թողնում, ուր էլ որ ես գնամ։ Ամենացավոտն այն էր, որ ես կորցրեցի վերջին 10 տարիների մեր ընտանիքի հիշողությունները։ Երբ 13 թվականից սկսեցի YouTube-յան ալիքով, անցավ 3 տարի եւ որոշեցի նաեւ ունենալ Facebook-յան էջ։ 16 թվականից իմ Facebook-յան էջում ես հրապարակել եմ մեր կյանքում կատարվելիք ողջ ընթացքը՝ վիդեոներ, նկարներ, գրառումներ։ Եվ այդ ամենը հիմա պարզապես չկա։ Նման բան զգացել էի, երբ նախկինում 3 Instagram-յան էջերս էին բլոկվել, բայց իհարկե զուգահեռ նաև կային Facebook-յան էջում, դրա համար շատ չէի նեղվում։ Այս անգամ ես կորցրեցի ամբողջը։ Եվ հիմա հասկանում եմ, որ շատ սխալ եմ արել, որ մեր նկարներն ու վիդեոները չեմ պահպանել որևիցե մի այլ տեղ։ Իհարկե մեր կյանքում կլինեն էլ ավելի հետաքրքիր, ուրախ պահեր, բայց այդ հիշողությունները ցավոք սրտի այլևս երբեք չեմ կարող տեսնել։ Ես լաց եմ եղել 2-3 օր։ Այո, շատ բարդ եմ տարել այս անգամ։ Եվ չեմ ամաչում դրա մասին ասել, քանի որ դա իմ աշխատանքն էր, դա իմ ընտանիքի հիշողություններն էր։ Եվ ես չեմ կարող ինձ զսպել եւ փորձել ձևանալ ավելի ուժեղ քան կամ։ Բայց քանի դեռ ես կողքես ունեմ ամուսին, ով ամեն կերպ աջակցում է ինձ, հրաշք երեխաներ եւ հավատարիմ հետևորդներ, ես պարզապես պարտավոր եմ ուժեղ լինել, չհանձնվել եւ շարունակել նկարել նոր վիդեոներ, մոտիվացնելով բոլորիդ։ Եվ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր մտածում են, թե ես անհետացել եմ, ես էստեղ եմ։ Լինել մեր ընտանիքի մասնիկը թե ոչ, ձեր որոշելիքն է։ Բայց եթե ուզում եք իրական կյանք տեսնել, մենք ձեզ սիրով սպասում ենք։ Համառացա ասել, ձեզ հետ էր Վայլբերի Սարսիկուլյանը։